Սևան Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության հերթական ծրագիրը կյանքի կոչվեց։ Սևան համայնքի Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում նոյեմբերի 3-ին շահագործման հանձնվեց հիմնանորոգված եւ կահավորված բուժկետի տարածքը, որի բացման արարողությանը մասնակցում էին Բժշկական օգնություն եւ զարգացում ասոցիացիայի Սևան Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահության ոլորտի օպերատոր, վարչական հարցերով պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեն, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ։ Շնորհավորում եմ բոլորին մարզադպրոցի բուժկետի վերանորոգման եւ արդեն շահագործման առիթով։ Ուրախ եմ ներկա գտնվել Սևան Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Սևանի մարզադպրոցի բուժկետի բացմանը։ Մարզադպրոց այցելող 400-ից ավել սաներն այստեղ կունենան նաեւ կահավորված բուժկետ։ Բժշկական օգնություն եւ զարգացում ասոցիացիան համարվում է առողջապահական ոլորտի օպերատորը։ Բացի մարզադպրոցից, այս տարի մենք աշխատանքներ ենք կատարել Գագարինի բուժկետում, որտեղ վերանորոգել ենք սրահներից մեկի հատակը։ Աշխատանքներ ունենք իրականացնելու նաև Ծաղկունքի բուժկետում։ Շնորհակալություն Սևան համայնքին, իդեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, Գրենոբլի քաղաքապետարանին, շինարարին, արդյունավետ համագործակցության եւ ծրագրերին օժանդակելու համար։ Մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանի խոսքով բուժկետն այսուհետ կսպասարկի մարզադպրոց այցելող պատանիներին ու աղջիկներին, այն վաղուց կարիք ուներ հիմնովին վերանորոգման եւ կահավորման։ Այս բուժկետի բացումը մեր մարզադպրոցում շատ կարևոր էր, քանի որ գիտեք մոտավորապես 400-450 մարզիկ մարզվում են մարզադպրոցում եւ հաճախակի վնասվածքներ լինում, իսկ այդ վնասվածքները անմիջապես առաջի բուժօգնություն ցույց տալու համար հարկավոր էր այս բուժկետը կահավորված իր բոլոր սարքավորումներով եւ արդեն կարող ենք լիարժեք ասենք, որ մեր մարզիկները արդեն ապահով ձեռքերում են։ Սևան Գրենոբլ համագործակցության արդյունքում ձեռք են բերվել համայնքում ոլորտային խնդիրների լուծման պայմանավորվածություններ պայմանագրի տեսքով, որոնք ֆրանսիական կողմին ավելի վաղ ներկայացրել էր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։ Մարզադպրոցի նոր բուժկետի բացումը հանդիսանում է այդ համաձայնագրի մի մասը։ Սևան Գրենոբլ համագործակցությունը 21-ամյա ճանապարհ է անցել։ Երկու քաղաքների համագործակցությանը միտված ծրագրերն ի սկզբանե ունեցել են կոնկրետ նպատակներ՝ աջակցել տնտեսության զարգացմանը, արժևորելով տեղական ռեսուրսները, մասնավորապես զբոսաշրջությունը, նպաստել հասարակական մշակութային կյանքի զարգացմանը, խթանելով արտաքին աշխարհի նկատմամբ բաց լինելը, բարելավել տեղական հանրային ծառայությունները, առողջապահությունը, հայ իրականության մեջ ներմուծել ֆրանկոֆոն մշակութային արժեքները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում գրանցել էական հաջողություններ։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաղուրդ։